Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, այսօր անցնում ենք մեր հերթական դասի ուսուցմանը և այսօրվա մեր թեման է բաց հարձակում։ Մենք ինչպես նախորդ դասերից սովորել ենք մարտավարական հնարքներից կապը, այսօր ծանոթանում ենք բաց հարձակման։ Բաց հարձակումը ևս իրականացվում է, սիրելի աշակերտներ, մեկ գծի վրա։ Ինչպես տեսնում եք, ձեր առջև շարել եմ ձեր դասագրքի առաջին դրամագիրը։ Այժմ բացատրեմ, որ հարձակումն է կոչվում բաց հարձակում։ Հարձակման այն տեսակը, երբ խաղաքարի քայլը բացում է մեկ այլ խաղաքարի հարձակման ճանապարհը, կոչվում է բաց հարձակում։ Այժմ տեսնենք, փիղը, ձին և թագուհին գտնվում են մեկ գծի վրա։ Տեսնեմ, որ խաղաքարը կարող է բացել մեկ այլ խաղաքարի հարձակման ճանապարհը։ Այժմ ուշադիր ուսումնասիրելով կտեսնենք, որ ձին կարող է դուրս գալ փղի հարձակման ճանապարհից և բացել փղի հարձակման ճանապարհը դեպի թագուհին։ Փիղը կոչվում է հիմնական հարձակվող խաղաքար։ Բաց հարձակում նշանակում է բացել հարձակման ճանապարհը։ Մենք ձիով բացեցինք հարձակման ճանապարհը։ Հիշեք, սիրելի աշակերտներ, բաց հարձակման տեսակները լինում են 4-ը՝ բաց հարձակում շախով, բաց շախ և կրկնակի շախ։ Այս դրամագրում ցույց տվեցինք, որ ձին դուրս է գալիս և բացում է փղի հարձակման ճանապարհը։ Սա կոչվում է բաց հարձակում, այսինքն մենք ընդամենը բացեցինք հարձակման ճանապարհը։ Այժմ տեսնենք, որ տեսակն է բաց հարձակում շախով։ Ձեր առջև շարում եմ դասագրքի երկրորդ դրամագիրը։ Տեսնում ենք, որ ձին, եթե դուրս գա անկյունագծից, գա F4 դաշտ, շախ կտա սևերի արքային։ Իսկ մենք գիտենք, եթե արքան շախի տակ է, անմիջապես պետք է արքային շախից ազատել։ Արքան կարող է փախչել կամ հարձակվել ձիու վրա, այս դեպքում սպիտակները կվերցնեն սևերի թագուհուն։ Այս տեսակը, սիրելի աշակերտներ, կոչվում է բաց հարձակում շախով։ Այսինքն հարձակում ստեղծող խաղաքարը, ձին, դուրս եկավ անկյունագծից, շախ տվեց սևերի արքային և բացեց փղի հարձակման ճանապարհը։ Եվ ստացանք բաց հարձակում և բաց հարձակում շախով։ Այժմ ծանոթանանք բաց շախին։ Ձեր առջև շարում եմ դասագրքի 3-րդ դրամագիրը։ Տեսնում ենք, եթե փիղը դուրս գա ուղղաձիգից, ապա կբացի նավակի շախի ճանապարհը։ Փղով որևէ դաշտ տեղափոխվեմ, E5 տեղափոխվեմ, այս դեպքում տեսնում ենք, որ փիղը բացեց նավակի շախի ճանապարհը։ Սա կոչվում է բաց շախ։ Ինչ է նշանակում բաց շախ։ Կրկնում եմ, բացել շախի ճանապարհը, երբ մեր խաղաքարով բացում ենք մեկ այլ խաղաքարի շախի ճանապարհը։ Եվ 4-րդը դա կրկնակի շախն է, երբ հարձակում ստեղծող խաղաքարը փիղը որտեղ գնամ, որ շախ տա սև արքային։ Տեսնում եմ, մենք փղով կարող ենք գնալ F6 դաշտ կամ փղով կարող եմ գնալ B6 դաշտ։ Փիղը տեսնում ենք շախ տվեց սև արքային և բացեց նաև նավակի շախի ճանապարհը։ Եղավ 2 հատ շախ, այդ պատճառով կոչվում է կրկնակի շախ։ Ուրեմն հարձակման տակ գտնվող խաղաքարը դուրս է գալիս, այս դեպքում փիղը դուրս եկավ B6, B6-ից փիղը շախ տվեց սև արքային և նավակը ևս շախ տվեց, այսինքն սև արքան ունեցավ կրկնակի շախ։ Ամփոփելով ասեմ, ուրեմն բաց հարձակման տեսակներն են
բաց հարցակում, այսինքն բացել հարցակման ճանապարհը, տեսնում ենք ձին դուրս եկավ, բացեց հարցակման ճանապարհը, երկրորդ տրամագրում բաց հարցակում շախով, ձին դուրս է գալիս F4 շախ և բացում է փղի հարցակման ճանապարհը, սա բաց հարցակում շախով տեսակն է, երրորդ տրամագիրը բաց շախ, երբ փիղը դուրս է գալիս որևէ տեղ և բացում է նավակի շախի ճանապարհը, սա բաց շախ տեսակն է, և չորրորդ տրամագիրը, երբ փիղը և նավակը միասին երկուսով շախ են տալիս սևերի արքային, սա կրկնակի շախն է։ Այժմ բացատրում եմ վարժությունների տետրի առաջին տրամագիրը։ Առաջին տրամագրում, սիրելի աշակերտներ, մենք պետք է փորձենք ստանալ նյութական առավելություն, քայլի հերթը սպիտակներին է։ Այժմ ման գանք և տեսնենք, կա արդյոք մեկ գծի վրա գտնվող 3 խաղաքար։ Հիմնականում հիշեք, հիմնական հարձակվող խաղաքարը պետք է լինի հեռահար։ Մենք տեսնում ենք երկրորդ հորիզոնականի վրա կան սևերի արքա, սպիտակների փիղը և նավակը, այսինքն 3 խաղաքարեր գտնվում են երկրորդ հորիզոնականի վրա։ Եթե ես փղով դուրս գամ A6, տեսնում ենք փիղս հարձակվեց թագուհու վրա և բացեց նավակի շախի ճանապարհը։ Սա որ տեսակն էր, բաց շախ, փիղը բացեց շախի ճանապարհը։ Մինչ արքան կազատվի շախից, փիղը կվերցնի սևերի թագուհուն և կունենանք նյութական առավելություն։ Այժմ շարում եմ վարժությունների տետրի տրամագիր երրորդը, այստեղ պահանջվում է սևերի թագուհին սլակով վերցնում է, պատրաստվում է վերցնել նավակին։ Այս սլակով նշված քայլին ինչպես պատասխան քայլ տանք, ցույց տանք։ Մենք կարող ենք ընդամենը փղով դուրս գալ շախ, մինչ սևերի արքան կազատվի շախից,